Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք նորալուսնի մասին, որը տեղի կունենա այսօր, դեկտեմբերի 20-ին, ցավոք ավելի շուտ չկարողացա անել, համենայն դեպս առավոտյան շատ շուտ է լինելու, ժամը 5:43-44 րոպե, լինելու է աղեղնավոր նշանում, և իհարկե բավականին մեզանից հեռու է լինելու, լուսինը շատ, այնպես որ դեռևս առաջին, երկրորդ օրերը չենք տեսնի լուսնին, որովհետև ինքը շատ է հեռու մեզանից։ Տեղի ունենալու աղեղնավոր նշանի 28 աստիճանում, այնպես որ նայեք ձեր քարտեզում, թե որտեղ է գտնվում աղեղնավորի վերջը դեպի այդ եղջյուր, որովհետև ընդամենը ժամեր հետո նա մտնում է այդ եղջյուր նշան։ Դրա համար երկուսն էլ կարող եք դիտարկել այն մարդիկ, ովքեր որ ապրում են մեկ այլ երկրում, եթե առաջ եք, պետք է հաշվարկեք ձեզ մոտ և ինքը արդեն 2 ժամ հետո մտնելու է այդ եղջյուր նշան։ Այս նորալուսինը այն մարդկանց վրա է ազդելու, ովքեր որ ծնվել են եկվորյակ, կույս, աղեղնավոր և ձկներ նշանում մոտավորապես 24-ից 30 աստիճանում, եթե գիտեք, որ աստիճանում եք ծնվել։ Եվ նաև կազդի այն մարդկանց վրա, ովքեր որ ծնվել են խոյ, խեցգետին, կշեռք և այդ եղջյուր 0-ից մինչև 2 աստիճան։ Մենք որ ծնվում ենք, գտնվում ենք քարտեզում որևիցե տան մեջ, որևիցե աստիճանում, և դուք դա պետք է նայեք, թե որ աստիճանում եք դուք ծնվել։ Իդեպ այդ օրը ավարտվում է լուսնի ցիկլը և անմիջապես սկսվում է լուսնային առաջին օրը, հենց առավոտյան շատ շուտ 05:44 րոպե, մինչև ժամը 11:07 րոպե կլինի առաջին լուսնային օրը, հետո արդեն փոխվում է երկրորդ լուսնային օր, շատ դեպքերում լինում է 30-րդ, նաև հետո նոր փոխվում է առաջին, նոր հաջորդ օրը լինում է երկրորդ լուսնային օրը, բայց ինքը ավարտում է իր ցիկլը և անմիջապես անցնում է մեկ այլ իր լուսնային փուլին, դա հիանալի է, և ինչպես որ ասում են, բացում է դատարկ էջ, ավելի ոգևորվածությամբ, նոր իմաստ ձեր կյանքին տալու համար, այնպես որ ոնց որ մարդիկ գրքի էջը փոխում և ապրում են մեկ այլ ձև, ձեր կյանքն էլ բոլորի կյանքը այդպես կփոխվի և նոր էջ կբացվի ձեզ համար, դատարկ էջ, որը դուք եք լրացնելու, դուք եք որոշելու, թե ձեր կյանքում ինչ է տեղի ունենալու, ինչը լավն է, ինչը վատը։ Եվ ունենք մի քանի լարված միացումներ այդ օրը Ուրանի և Նեպտունի հետ է լարված միացումը, դա անակնկալներ է, անկայունություն է, հիասթափություն, փորձություններ, նաև հավատքի հետ կապված փորձություններ, այնպես որ մարդիկ ոնց որ ավելի մշուշված կլինեն և ինչպես որ ես նշել եմ, նորալուսնից 2 օր առաջ, 2 օր հետո շատ են մարդկանց մշուշոտում և կարողանում են հենց այդ զոմբիացնեն, կարող եք նայել լուսնի առեղծված տեսանյութը, այնտեղ ես հստակ ասում եմ այդ մասին, որ հենց այդ օրերին, որովհետև մութ է, որովհետև մոգական օրեր են իրենք համարվում, և այդ օրերին շատ հեշտ է մարդկանց իրենցով անելը։ Նաև կա լուսինը միանում է Վեներային և Մարսին, դա լավ միացում է, դա տալիս է ոնց որ մարտական մտադրություն, նաև իմպուլսիվ որոշումներ, բայց այն լարված միացումը ոնց որ ստեղծում է պատնեշ, ստեղծում է խոչընդոտներ, որոնք որ պետք է հաղթահարեք ինչ-որ մի բան սկսելուց առաջ։ Եվ այս օրերին ընդհանրապես ճիշտ է նորալուսինը տևում է ընդամենը մի քանի վայրկյան, մի քանի րոպե, բայց իր ազդեցությունը դեռ ունենում է ինքը 2 շաբաթ, որովհետև ինքը սկսում է աճել և ըստ դրա էլ նաև առաջ են գնում ձեր բոլորի գործերը։ Դրա համար այդ օրը, համենայն դեպս հենց ամսի 20-ին, իսկ 21-ին արդեն ես խոսել եմ այդ մասին, արևադարձի օրն է ձմեռային, կարող եք նայել, շատ ավելի կարևոր է այս տոնը, քան իրոքաման օրը, բայց այսօր ամսի 20-ին գործելուց առաջ պարզաբանեք բոլոր մտադրությունները, թե ինչ մտադրությամբ են ձեզ առաջարկում ինչ-որ մի բան անել, ստուգեք տեղեկատվությունը, պայմանագրերը, խոստումները յուրաքանչյուր։ Եվ որպես աղեղնավոր ինքը հենց առաջխաղացման կենդանակերպի նշան, հենց ասում է, որ պետք է ոչ թե փախնեք խնդիրներից, այլ հենց ճիշտ որոշումներ կայացնեք, նաև որոնեք
այն խնդրի լուծումը, որը որ ձեր կյանքում առկա է։ Եվ այս շրջանում ընդհանրապես որ մոլորակը որ մտնում է այդ կենթանակերպի նշան, մենք վերցնում ենք ոնց որ այդ կենթանակերպի նշանի էներգիան, հատկանիշները։ Եվ աղեղնավորի հատկանիշները մենք վերցնում ենք լավատեսությունը, ոգևորվածությունը, արկածախնդիր, ոգին, ազնվությունը, անկեղծությունը, անկախությունը նույնպես։ Այդ դրանք կինտեգրվեն մեր կյանք։ Այս կարելի ասել մոտակա 2 շաբաթը, որովհետև նորալուսին մենք ընդունում ենք այս նշանով եւ այդ ոգևորվածությամբ մարդիկ շարունակեն իրենց կյանքը այս 2 շաբաթ անել ու անել ավելի լավացնել իրենց կյանքը։ Իդեպ շատ լավ է, որ նորալուսինը լինում է մի փոքր ավելի վաղ եւ արդեն ամանորին մենք մտնում ենք այդ աճող լուսնի ներքո։ Անցյալ տարի հենց նույն օրն էր, ամսի 31-ին էր նորալուսինը, որը հենց մշուշոտում էր բոլորիս, մարդիկ դիմացը չէին տեսնում, հա, որովհետև մութ է, դե չեմ ասում բառիս բուն իմաստով, բայց համենայն դեպս մութ է, մոգական օրեր են եւ մարդը չի կարողանում տեսնել իր ապագան եւ նոր տարի մտնելով, նոր կյանք մտնելով ինքը չգիտի թե ուր է գնում։ Իսկ հիմա արդեն աճող լուսնի ժամանակ բավականին այդ օրը լուսինը արդեն հիմա ասեմ որ օրը կլինի 13-րդ լուսնային օրն է լինում այդ օրը, այնպես որ հիանալի օր է, լուսինն էլ անցնում է եկվորյակ նշան, այնպես որ ինքը բարենպաստ օր է համարվում եւ հենց այդ ոգով, այդ էներգիայով մենք նշելու ենք ամանորը։ Եվ հիմա արդեն անցնեմ կենթանակերպի նշաններին, որպեսզի դες համար պարզ լինի, թե ինչ է ձեզ հետ կատարվելու, ովքեր որ գիտեն իրենց քարտեզը կարող են նայել քարտեզով, թե որ տանն է գտնվում, իսկ ովքեր որ չգիտեն համենայն դեպս ձեր ծննդյան այդ կենթանակերպի նշանի էներգիան եւս շատ կարեւոր է, ովքեր որ գիտեն լուսնայինը, կարող են լուսնայինով նայել, ովքեր որ գիտեն ասցենդենտը, նաեւ կարող եք նայել ձեր ասցենդենտով կամ ասցենդենտից մեկ կենթանակերպի նշան այն կողմ։ Այնպես որ կարող եք դուք նայել, գրանցել եւ հասկանալ, թե այս նորալուսինը ինչպես ձեր վրա ազդեց, որ նշանով։ Որովհետեւ սովորաբար երբ որ լինում է ասցենդենտը, իր նշանից, իր դիրքից ելնելով հնարավոր է որ նաեւ ասցենդենտով ոչինչ չհամապատասխանի, օրինակ ինչպես որ ինձ մոտ է։ Ասցենդենտով ոչինչ չհամապատասխանում, համապատասխանում է օրինակա, եթե այսպես վերագրենք այս հորոսկոպներին, ապա ինձ մոտ ես կարող եմ մեկ այլ ինչ-որ մասնագետի նայել իմ առաջին տնով, մեկ այլ նշանով։ Դրա համար հա նայեք իր հետո եկած նշանը, ովքեր որ գիտեն իրենց ասցենդենտը։ Եվ ովքեր որ արդեն ապրում են մեկ այլ ժամային գոտում եւ լինելու են նաեւ հա աջակցություն նշան, նաեւ աղեղնավորներին եւս էլ ասեմ, որ ոնց որ ձեզ մոտ սկսվում է նոր տարվա ցիկլ, ինչպես որ աջակցությունների մոտ այն կարող է լինել, որովհետեւ նա արդեն մուտք է գործում, հա, ոնց որ լինում է նորալուսինը եւ մուտք է գործում անմիջապես ձեր նշան։ Դրա համար նաեւ ձեր վրա կարող է դա ազդել։ Դրա համար մտածեք, ինչին եք ուզում հասնել այս տարվա ընթացքում, գրեք ինչ-որ մեկ ցանկություն, մի քանի ցանկություն, նպատակ, որոնց կցանկանայիք հասնել այս մեկ տարվա ընթացքում։ Եվ ովքեր որ այլ ժամային գոտում են եւ իրենց մոտ այդ եղջյուրն է իշխելու, դուք կվերցնեք այդ եղջյուրի այդ հատկությունները, համառությունը, կարգապահությունը, իմաստությունը, զգուշությունը, մտածելակերպը, ավելի շատ կկենտրոնանաք գործնականի վրա եւ հասանելի նպատակների վրա, պատրաստվեք ապագային, ստանձնեք պարտավորություններ եւ երազանքներ կազմեք։ Եվ այսպիսով կսկսենք խոյերից, հարգելի խոյեր, այս նորալուսինը տեղի ունենալու ձեր 9-րդ տանը։ Եթե այդ օրերին որևէ իրեր կցանկանաք պատվիրել, ապա երկար մտածեք եւ ուշադիր եղեք, որպեսզի սխալներ չանեք։ Ոմանք քննություններ կհանձնեն, կստանան դիպլոմ, ոմանք կգնան ճանապարհորդության, առաջ կգնան դատական գործընթացները, ոմանք կսկսեն օտար լեզուներ սովորել, սեմինարների հաճախել, ոմանք էլ կարող են ցուցադրության մասնակցել կամ գնալ, դուք անեք։ Որոշ խոյեր զբաղված կլինեն իրենց սոցիալական կյանքով եւ առաջ կտանեն այն։ Կծանոթանաք օտար երկրացու հետ եւ որևէ հաճելի պահեր կարող են մտնել ձեր կյանք։
ովքեր սպասում են իրավաբանական փաստաթղթերի, դատական գործընթացների հետ կապված փաստաթղթերի, քաղաքացիության, ապա այս ամիս կստանաք այդ պատասխանները, գուցե նաև մյուս ամսվա սկիզբ, որովհետև հետո լիալուսին է։ Եվ դուք շատ արագ կստանաք ձեր ցանկությունները։ Կարող եք սկսել ակտիվորեն զբաղվել որևէ փաստաթղթերով, դատական գործերը առաջ կտանեք։ Եթե սովորում եք, պարապում եք որևէ մասնագետի մոտ, ապա այսօրվանից հետո հավեսով կգնաք դասերի, չնայած արդեն չեք գնա, նաև ոմանք էլ կցանկանան սովորել, գուցե տանն եք լինելու և ցանկանաք սովորել։ Ոմանք թոռ կունենան կամ ծոռ, կամ կիմանաք, որ ձեր երեխան հղի է։ Ոմանք կարող են վիզա ստանալ օտար երկիր մեկնելու համար, կամ կարող եք նաև փոխել որևէ փաստաթուղթ կապված օտար երկրի հետ։ Ամեն ինչ կստացվի ձեզ մոտ։ Հնարավոր է տեղավորվեք որևէ օտար երկրյա կազմակերպությունում աշխատելու համար, կամ նաև կարող եք սովորել օտար լեզուներ։ Ոմանք կծանոթանան օտար երկրացու հետ, ճամփորդություն, օտար երկրներ, կարող գնալ հանգստանալու այնտեղ ամանոր նշելու։ Ոմանք կարող է ծանոթանան և երկրորդ անգամ ամուսնանան։ Եթե դուք վաղուց չեք տեսել ձեր թոռներին, ապա հնարավոր է այցելեն ձեզ։ Եթե ցանկանում եք բարձրագույն կրթություն ստանալ, կարող եք դիմել կամ փաստաթղթերը հանձնել։ Ոմանք էլ կարող են բացել իրենց սեփական դպրոցը կամ դուք սկսեք դասավանդել։ Կհանդիպեք լավագույն մասնագետի հետ, եթե փնտրում եք։ Այն խոյերի համար լավ կլինի, ովքեր դասեր են տալիս, սովորում են, նաև ովքեր գրում են։ Հարգելի ցուլեր, այս նորալուսինը տեղի կունենա ձեր 8-րդ տանը։ Հնարավոր է ստանաք ֆինանսների հետ կապված որևէ փաստաթուղթ, վարկեր ձևակերպեք։ Ոմանց ամուսնու կամ կնոջ մոտ նոր եկամտի աղբյուր կսկսվի, կամ ընտանիքի անդամներից մեկի մոտ, եթե ամուսնացած չեք։ Եթե հարցեր կային թոշակի, երեխայի գումարի, ալիմենտի հետ կապված, և եթե այդ ամենը կանգնած էր, ապա հիմա այն տեղից կսկսի շարժվել առաջ։ Ոմանք էլ կարող են ստանալ ժառանգություն կամ սկսեք ձևակերպել ժառանգության հետ կապված հարցերը։ Ոմանք նաև կարող են սկսել այցելել հոգեբանի մոտ, որպեսզի հաղթահարեք ձեր վախերը։ Կամ դուք ինքներդ կցանկանաք ուսումնասիրել հոգեբանություն, նաև սովորել։ Սկսեք համագործակցել կամ նաև ծանոթանալ որևէ մեկի հետ, ով կարող է ձեզ գայթակղել։ Դա կարող է լինել չպլանավորված հանդիպում, ծանոթություն, և կարող եք սկսել ակտիվ ինտիմ կյանք։ Կստանաք մեծ գումարներ պետությունից, վարկեր կամ նաև ժառանգություն։ Հնարավոր է մարգարեական երազներ տեսնեք, որևէ խորհուրդներ ստանաք այդ երազների միջոցով։ Ավելի շատ կհետաքրքրի օկուլտիզմը, էզոտերիկան, տարոն։ Նորություններ կիմանաք ֆինանսական հարցերի վերաբերյալ։ Դա կարող է լինել բանկից, ապահովագրական ընկերությունից կամ ինչ-որ վճարումներ կատարելու համար։ Եթե պարտքեն ձեզ, հնարավոր է վերադարձնեն այն։ Եթե ցանկանում եք փոփոխության ենթարկել ձեր մարմինը, ձեր արտաքին տեսքը, ապա կարող եք անել այս նորալուսնի ժամանակ։ Հարգելի եկվորյակներ, այս նորալուսինը տեղի կունենա ձեր 7-րդ տանը։ 7-րդ տունը դա մեր երկրորդ կեսի, գործընկերոջ, թշնամիների, դատական գործերի տունն է, որոնք կապված են ամուսնալուծությունների հետ, ինչպես նաև փոքր բիզնեսի տունն է, և այս ոլորտները կարող են լինել ձեզ մոտ առաջին տեղում։ Այսօրվանից հետո կարող են լինել ավելի շատ հանդիպումներ ձեր սիրելիի հետ, ավելի շատ շփվեք միմյանց հետ, և այդ հանդիպումներն ու խոսակցությունները կանցնեն շատ թեթև։ Կարող են լուծվել անձնական խնդիրները, որոնք առկա են ձեր հարաբերություններում։ Եթե ձեր երկրորդ կեսի հետ շփում չկար, ապա նա կարող է հանկարծակի կապի դուրս գալ և ասի ինչ-որ որոշման մասին, որը կլուծի որևէ կոնֆլիկտ կամ իրավիճակ, կամ ինչպես դուրս գալ դժվարին իրավիճակից։ Ովքեր միայնակ են, ապա հնարավոր է հանդիպեք ձեր երկրորդ կեսին։ Ովքեր բիզնեսով են զբաղվում, ապա կկարողանաք գտնել գործընկեր և լավ օգնականներ։ Դուք կարող եք նաև բացել ձեր սեփական բիզնեսը, կարող եք բացել որևէ գործընկերոջ հետ։ Հնարավոր է նաև ավելի շատ հաճախորդներ ունենաք այս 2 շաբաթվա ընթացքում։ Ոմանք կստանան ամուսնության առաջարկ կամ դուք կանեք։ Ոմանք էլ կպատրաստվեն հարսանիքի կամ ձեր հարազատներից որևէ մեկի հարսանիքին։ Կարող են լինել նաև նշանադրություններ և հաճելի շփումներ մարդկանց հետ։
Եվ իհարկե, ովքեր որ երկրորդ երեխա են ցանկանում, ապա կարող եք նաև հղիանալ։ Եվ շատերի մոտ ավելի կամրանա իրենց ընտանիքը, նաև ձեր հարաբերությունները։ Հարգելի խեցգետիններ, այս նորալուսինը տեղի կունենա ձեր 6-րդ տանը։ Դա առողջության, ամենօրյա գործերի եւ աշխատանքի տունն է, նաև տնային կենդանիների տունն է։ Եվ այս ոլորտները ձեզ համար կլինեն առաջին տեղում։ Շատ աշխատանք կունենաք, շատ արդյունավետ դրանք կլինեն։ Ցանկացած առաջադրանքի հետ դուք հիանալի կկարողանաք գլուխ անել։ Ոմանց մոտ հնարավոր են նոր պարտավորություններ սկսվեն։ Ոմանք նոր աշխատանք կգտնեն, կանցնեն նոր աշխատանքի, նոր աշխատանքային առաջարկներ նաև կստանաք։ Առողջական վիճակի լավացում, եթե պետք է կատարեք որևէ պրոցեդուրա կապված առողջության հետ։ Ոմանք նոր կենդանի ձեռք կբերեն, շուն, կատու եւ այլն։ Ոմանք նոր պայմանագրեր կկնքեն կամ կերկարացնեն այն, կապված աշխատանքի հետ։ Հնարավոր են նաև նոր կոլեգաներ, նոր տնօրեն գա, ում հետ ավելի հաճելի կլինի աշխատել հետաքրքիր եւ ուրախ։ Եթե նոր աշխատանքի անցնեք, ապա այն ձեզ շատ դուր կգա եւ այնտեղ ձեզ շատ լավ կզգաք։ Ոմանք էլ կարող են դուրս գալ աշխատանքից, որպեսզի ավելի լավ աշխատանքի տեղավորվեք, կամ սկսեք սեփական գործերն առաջ տանել։ Ոմանք կսկսեն զբաղվել իրենց առողջությամբ, ավելի շատ սպորտով կզբաղվեք, կամ կսկսեք որևէ բժշկական կուրսեր անցնել, բուժվել, կգտնեք անհրաժեշտ բժշկին, որպեսզի բուժվեք։ Ձեր առօրյան կփոխեք, առողջ ապրելակերպ կվարեք կամ կսկսեք դիետա պահել։ Եթե ձեզ հարկավոր են օգնականներ տան մաքրման համար կամ երեխայի խնամքի համար, ապա կկարողանաք գտնել իրենց։ Նաև եթե ձեր բիզնեսի համար աշխատողներ եք փնտրում, ապա եւս կգտնեք իրենց։ Հարգելի առուսներ, այս նորալուսինը տեղի կունենա ձեր 5-րդ տանը։ Դա ստեղծագործության, ստեղծագործական իրականացման, երեխաների, ուրախության, խնջույքների, զգացմունքների տունն է եւ այս ոլորտները ձեզ համար կլինեն առաջին տեղում։ Հանգստի սկսման, ուրախության ժամանակ է կարող շատ ակտիվ կերպով մասնակցել ձեր երեխաներին վերաբերվող հարցերին։ Ինչ որ բաներ կսկսեք միասին անել։ Ոմանք նոր ռոմանտիկ հարաբերություններ կսկսեն, նոր հանդիպումներ, ժամադրություններ, սիրախաղեր եւ այլն։ Կսիրահարվեք, նոր զգացմունքներ կծնվեն դիմացինի նկատմամբ։ Կկարողանաք ավելի շատ ժամանակ անցկасնել ձեր ընկերների հետ։ Այցելեք որևիցե ակումբներ, ռեստորան, կաֆե։ Վերջապես կարող եք որոշել լուծել ձեր արձակուրդի հարցերը։ Այն գործերը, որոնք տեղից առաջ չէին գնում, պետք էր ավելի շատ ջանքեր գործադրել կապված ձեր երեխաների եւ հոբիների հետ, կամ ոգեշնչված չէիք որևէ բան ստեղծագործելու համար, հիմա արդեն կունենաք այդ նոր էներգիան վերսկսելու համար։ Կամ չունեիք շատ ազատ ժամանակ, որպեսզի ձեր հոբիներով զբաղվեիք, եւ իհարկե այսօրվանից հետո կունենաք այդ հնարավորությունը։ Նորություններ կլսեք ձեր երեխաների վերաբերյալ, ձեր սիրելիի վերաբերյալ նույնպես։ Ովքեր զբաղվում են սպորտով, ապա հնարավոր է հաղթանակ։ Ոմանք սկսեն զբաղվել նոր բաներով, նոր հետաքրքրություններ կունենաք, կամ ձեր հոբին կվերածեք բիզնեսի, կամ կսկսեք զբաղվել այն ամենով, ինչով վաղուց էիք երազում զբաղվել։ Ոմանք արձակուրդ կգնան եւ դա ձեզ համար հիանալի արձակուրդ կլինի։ Ովքեր հարաբերությունների մեջ են, ապա կթարմանա ձեր հարաբերությունները կամ որևէ նոր ռոմանտիկ պահեր մցրեք ձեր հարաբերություններում։ Ոմանք երեխաներ կունենան կամ կհղիանան կամ կլսեք, որ ձեր հարազատներից մեկը երեխա է ունեցել։ Եթե վաղուց չեք տեսել ձեր երեխաներին, ապա կկարողանաք հանդիպել եւ տեսնել իրենց։ Եթե ունեք ելույթ կամ պետք է ձեզ ներկայացնեք, ապա այն հիանալի կանցնի։ Կարող եք այս 2 շաբաթվա ընթացքում շատ ուրախ պահեր ունենալ, խնջույքներ գնալ կամ առիթներ։ 5-րդ տունը նաև հաղթանակի տունն է, կարող եք փորձել նաև լոտո գնել։ Հնարավոր են շահումներ։ Հարգելի կույսեր, այս նորալուսինը տեղի կունենա ձեր 4-րդ տանը։ 4-րդ տունը դա մեր տունն է, հայրենիքը, ընտանիքը, մեր անշարժ գույքը։ Եվ այս ոլորտները ձեզ համար կլինեն առաջին տեղում։ Այսօրվանից հետո դուք ավելի շատ ժամանակ կկարողանաք հատկացնել ձեր տանը, նաև հանգստանաք։ Ինչ որ գործեր անեք տանը, վերանորոգեք, սարքեք, ավելի շատ շփումներ կլինեն տան անդամների հետ։ Այն ինչ առաջ չէր ստացվում կամ փակ էր, սահմանափակված էր, կամ հնարավորություններ չկային, ապա հիմա ինչ որ բան կսկսի առաջ շարժվել, հատկապես կապված ձեր տան, հայրենիքի կամ հարազատների հետ։
Ոմանք կարող են տեղափոխվել, ոմանք վերանորոգում սկսել ու բորկար սկսել։ Կամ որևէ բաներ կփոխեք ձեր տանը, կարող եք վաճառել կամ գնել նոր բնակարան։ Սկսել բիզնես, որը կապված է անշարժ գույքի հետ, կամ ընտանեկան բիզնես։ Կարող եք տան անդամ ունենալ, ավելանա մեկը, ինչ որ մեկը ամուսնանա, ձեր եղբայրը, քույրը, երեխաները, մի խոսքով կամ ծանոթանաք ինչ որ իրենց ընտրյալի հետ։ Կարևոր լուր կստանաք ձեր հայրենիքից, ձեր ընտանիքի անդամներից եւ հարազատներից։ Կարող է նաև ավարտվել տան հետ կապված որևէ հարցեր կամ որևէ փաստաթուղթ ստանաք անշարժ գույքի հետ կապված։ Սեփականության իրավունք, ժառանգություն եւ այլն։ Հնարավոր է ձեր տուն հյուրեր գան եւ մնան այս 2 շաբաթը կամ հակառակը դուք գնաք հյուր, հայրենիք օրինակ եւ մնաք այնտեղ 2 շաբաթ։ Հարգելի կշեռքներ, այս նորալուսինը տեղի կունենա ձեր 3-րդ տանը։ Դա ուսման, փաստաթղթերի, քույր կամ եղբոր, հարևանների տունն է, նաև տեխնիկայի տունն է, նոր մեքենայի տունը ևս։ Եվ այս ոլորտները ձեզ համար կլինեն առաջին տեղում։ Ոմանք նոր մեքենա կգնեն, կամ վերանորոգումը կավարտվի, կամ վերջապես կհասնի ձեզ ձեր մեքենան։ Կարող եք նաև վաճառել, եթե ցանկանում եք։ Հնարավոր են գործուղումներ, բայց ոչ շատ հեռու ձեր տանից։ Ձեզ շրջապատող մարդկանց հետ ավելի հեշտ կշփվեք։ Եթե փաստաթղթերի հետ կապված հարցեր ունեք, վերջապես այն առաջ կշարժվի։ Կամ նորություններ կստանաք կամ որևէ փաստաթուղթ, պատասխան նույնպես։ Կունենաք ավելի շատ շփում ձեր հարևանների հետ։ Հնարավոր է, որ նոր հարևան է գալիս, որը շատ հաճելի կլինի եւ ձեր շփումները ավելի կշատանան։ Ովքեր շատ կարևոր փաստաթղթի էին սպասում, ապա կստանաք այն կամ պատասխանը կստանաք, որոշումը նույնպես։ Ոմանք կարող են բացել իրենց սեփական բիզնեսը, սկսեք փաստաթղթերի հետ կապված հարցերով զբաղվել։ Կարող եք նաև ապրանքը սկսել գովազդել, գործունեությունը մեծացնել։ Ցանկացած կենցաղային տեխնիկա կարող եք գնել նորալուսնից հետո։ Նորություններ կիմանաք ձեր քրոջ կամ եղբոր մասին։ Կարող եք նաև ունենալ քույր կամ եղբայր, կամ ավելի շատ կշփվեք իրենց հետ այս 2 շաբաթվա ընթացքում։ Ոմանք սկսեն սովորել կամ որևէ հարցերի ինչ-որ կուրսերի հաճախել կամ կարող են գուցե քննություններ են։ Կարող եք նաև դուք ինքներդ սկսեք դասավանդել։ Ոմանք նաև կարող են ճամփորդել ոչ շատ հեռու իրենց ընկերների եւ հարազատների հետ։ Ովքեր միայնակ են, ապա կարող եք ծանոթանալ սոցցանցերի կամ ձեր ընկերների միջոցով։ Կարող եք նաև ստանալ դիպլոմ կամ հանձնել քննությունները։ Հարգելի կարիչներ, այս նորալուսինը տեղի կունենա ձեր 2-րդ տանը, ֆինանսների, ռեսուրսների, ինքնագնահատականի եւ ձեր ձայնի տունը։ Այս ոլորտները ձեզ համար կլինեն շատ կարևոր այս 2 շաբաթվա ընթացքում։ Դուք ունեք շատ հնարավորություն, որպեսզի լավացնեք ձեր ֆինանսական վիճակը։ Ոմանք կարող են գտնել նոր եկամտի աղբյուրներ։ Կարող եք ստանալ ֆինանսի հետ կապված որևէ փաստաթուղթ։ Կարող եք նաև վճարել ձեր պարտքերը կամ ձեզ կարող են վերադարձնել ձեր պարտքերը։ Ոմանք կստանան երկար սպասված վճարումները, միգուցե աշխատավարձն ուշացնում, ապա հիմա կստանաք այն։ Ցանկացած ֆինանսական հնարավորության դեպքում պետք է անպայման օգտվեք դրանից։ Գործունեության նոր ուղի կգտնեք ձեզ համար։ Կստանաք նոր ֆինանսական առաջարկ։ Հնարավոր է նաև վաճառվի այն, ինչը վաղուց չէր վաճառվում։ Կունենաք ֆինանսական գործարքներ եւ դրանից գումար կստանաք։ Ովքեր երգում են կամ աշխատում իրենց ձայնի շնորհիվ, ապա որևէ նոր բան կսկսեք կամ կսկսեք ձեր ձայնի միջոցով գումարներ աշխատել։ Կարող եք ելույթ ունենալ, շատ խոսել, ձեզ բոլորը կլսեն։ Ոմանք կարող են առաջին անգամ գումար աշխատել կամ գումար աշխատել նոր որևէ գործունեությունից եւ առաջին եկամուտը լինի։ Ոմանց աշխատավարձը կարող են բարձրացնել կամ բոնուսներ կստանաք, կամ կփոխեք ձեր աշխատանքը ավելի բարձր վարձատրվող աշխատանքով։ Ոմանք էլ կսկսեն գումար աշխատել այն գործերից, հոբբիից, որը դուք շատ եք սիրում։ Կարող եք նաև ուսումնասիրել որևիցե ֆինանսական գործընթացներ, թե ինչպես բիզնես բացել օրինակ։ Կարող եք նաև ամուսնանալ, երեխաներ ունենալ եւ շատ գումարներ ունենալ, գումարներ ստանալ, օրինակ երեխայի գումար ստանալ։ Եթե մրցույթ ունեք երգերով հետ կապված կամ ելույթի, ապա հնարավոր է հաղթանակ։ Հարգելի աղեղնավորներ,
Այս նորալուսինը տեղի ունենալու ձեր առաջին տանը, դա մենք ենք, մեր կյանքը, մեր տեսքը, կարիերան, ընտանիքը, զուգընկերը, մի խոսքով բոլոր կյանքի ոլորտները։ Այս բոլոր ոլորտները ձեզ համար կլինեն կարևոր դերում, բոլորը։ Այդ տունը պատասխանատու է ձեր անձի համար, կարող եք փոխել ձեր իմիջը, ձեր տեսքը, մազերը, ամբողջությամբ կարող եք փոխել ձեր ոճը։ Ձեզ համար ասես նոր էտապ է սկսվում, հատկապես իհարկե այս օրերին ծնված, այս վերջին 10 օրում ծնված աղեղնավորները։ Կարող եք ստանալ շատ լավ առաջարկներ, հաջողակ պայմանագրեր, գործարքներ կնքեք։ Պահեք ցանկացած երազանք եւ իհարկե ձեր ծննդյան օրը նշեք, բնականաբար արդեն անցավ, վերջացավ, օրեր մնացին, օրեր էլ կարծես թե չկան, 1 օր, 2 օր։ Նշեք իհարկե առավելագույն լավ ձևով, բնականաբար միշտ ասում եմ, որ իմ աստղաբանության հենց այս ալիքում գոյություն ունի 12 օր, թե ինչպես նշեք ձեր ծննդյան օրը, անպայման դա արեք, որովհետև հենց այդ 12 օրը շատ կարևոր են։ Երբ որ դուք դիմում եք վարության մեկին, խորհրդատվության համար իրենք սովորաբար նայում են ձեր սալյարը, իսկ սալյարը հենց նայում են հենց այդ օրերին սկսված, թե ինչեր է լինելու ամենակարևոր օրերն են։ Այս նորալուսինը ձեզ շատ էներգիա կտա, որպեսզի սկսեք ինչ-որ նոր բաներ։ Առաջ տանեք այն գործերը, որոնք կանգնած էին։ Նոր ծանոթություն կունենաք, կփոխվի նաև ձեր կարգավիճակը։ Ոմանք կստանան ամուսնության առաջարկ, կծանոթանաք երկրորդ կեսի հետ, երեխաներ կունենաք։ Փոխեք ձեր տեսքը, ձեր մարմինը, սկսեք առողջ ապրելակերպ վարել, սկսեք նոր գործեր, պրոյեկտներ, բիզնես, փոխեք նաև ձեր զգեստապահարանը ամբողջությամբ։ Այս ոլորտները բոլոր կյանքի ձեզ մոտ թարմացում է լինելու, այնպես որ ամբողջը փոխեք ձեզ մոտ։ Հարգելի աճեղջյուրներ, այս նորալուսինը տեղի ունենալու ձեր 12-րդ տանը։ Ոմանք կարող են գնալ ճամփորդության կամ երազանք պահեք։ Ինչ որ գաղտնիք կարող է բացահայտվել, կամ դուք կստանաք երկար սպասված որևէ պատասխան։ Ոմանք էլ կցանկանան արտագաղթել, կլինի ավարտ ձեր նախկինում կատարած աշխատանքների կամ իրավիճակի վերաբերյալ։ Այս նորալուսինը ձեր ուշադրությունը կհրավիրի, որպեսզի դուք ի վերջո ուշադրություն դարձնեք ձեզ, անցկացնեք որոշ ժամանակ միայնակ, գնացեք հանգստի։ Այն աշխատանքները, որոնք դուք բաց եք թողել այն պատճառով, որ ուժ չունեք, ժամանակ կամ ռեսուրսներ, այդ գործերին վերադարձեք եւ ավարտեք այն։ Ձեր փաստաթղթերը սկսեք դասավորել, ինչ որ հարցեր վերանայեք, նաև որևէ տարածք կարող եք կարգի բերել, գարաժը կամ չուլանը։ Եթե դուք արտագաղթել եք եւ գտնվում եք օտարերկրում, ապա այդ բոլոր գործերը, փաստաթղթային հարցերը շատ արագ կանեք, կավարտեք։ Կցանկանաք ոչ ոքի չտեսնել կամ ոչ ոք ձեզ չտեսնեն, կմեկուսանաք, որպեսզի վերջնական ինչ-որ հարցին լուծում տաք կամ ավարտեք։ Եթե սպասում եք որևէ մեկին, լինի դա կին թե տղամարդ, կարող է վերջապես գալ։ Կարող եք ստանալ փաստաթղթեր օտար երկիր մեկնելու համար, ոմանք էլ կծանոթանան օտար երկրացու հետ։ Շատ լավ ժամանակ է նաև հոգեբանների համար, կարող եք սկսել ձեր գործը կամ առանձին տարածք վերցնեք եւ աշխատեք առանձին։ Ոմանք կարող են շատ մեծ գնումներ կատարել, նաև գումարներ ստանաք, կարող է լինել պարտքերը, որոնց մասին դուք արդեն մոռացել եք։ Կարող եք հանդիպել այն մարդուն, ում վաղուց եք փնտրում, բայց չեք գտնում։ Հարգելի ջրհոսներ, այս նորալուսինը տեղի ունենալու ձեր 11-րդ տանը։ Շատ լավ ժամանակ է, որպեսզի ուշադրություն դարձնեք ձեր սոցցանցերին, ձեր շփմանը։ Ոմանք կարող են նոր գործ սկսել սոցցանցերով կամ կրկին վերաբացեք, սկսեք ավելի շատ շփվել ձեր ընկերների հետ։ Ոմանք նոր ընկերներ ձեռք կբերեն, նոր մարդիկ կմտնեն ձեր կյանք։ Եթե ձեր գործերը սոցհարթակում դանդաղ էին ընթանում, ոչ ոք չէր գրանցվում, ապա հիմա այդ ամենը առաջ կգնա։ Հնարավոր է ստանաք որևէ հրավեր, ինչ որ մարդկանց հետ համագործակցելու համար, կամ որևէ խումբ, որտեղ շատ կշփվեք տարբեր մարդկանց հետ։ Կունենաք հաղթանակ, հաջողություն, ինչ որ հարցերում։ Այն հարցերում, որտեղ ոչինչ առաջ չէր գնում։ Հաղթանակ կարող է լինել այնտեղ, որտեղ շատ մարդիկ կան։ Ոմանք կարող են թռիչք ունենալ այդ օրերին։ Ձեր ցանկությունը կկատարվի, հատկապես եթե այն կապված է սոցիալական փաստաթղթերի հետ։
Ոմանք կարող են հանդիպել իրենց դասարանցիներին, ընկերների հետ և շատ լավ ժամանակ անցկացնել որևէ մեծ կոլեկտիվում։ Ոմանք կարող են ծանոթանալ ինտերնետի միջոցով իրենց երկրորդ կեսի հետ։ Եթե ցանկանում եք որևէ տեղում ելույթ ունենալ կամ երգել, ապա հիանալի է այդ օրը։ Շատ լավ ժամանակ է կենցաղային տեխնիկա գնելու համար։ 11-րդ տունը դա նաև երազանքների իրականացման տունն է, այնպես որ պահեք այդ օրը ձեր նվիրական ցանկությունը և նա անպայման կիրականանա։ Հարգելի ձկներ, այս նորալուսինը տեղի ունենալու ձեր 10-րդ տանը։ Նորալուսինը 10-րդ տանը դա ձեզ հզոր էներգիա է տալու ձեր կարիերայի կարգավիճակի փոփոխման համար։ Այսօրվանից հետո ոմանց մոտ կարող է փոխվել իրենց կարգավիճակը։ Ոմանք կարող են ամուսնանալ, երեխաներ ունենալ, նոր պաշտոն ստանալ, բացել նոր բիզնես կամ գնալ թոշակի։ Ոմանք էլ կարող են բաժանվել և նոր կյանք սկսել։ Կոլեկտիվում ձեր հեղինակությունը կբարձրանա։ Ոմանք կարող են որևէ փաստաթուղթ ստանալ օտար երկրում ապրելու համար և փոխվի ձեր կարգավիճակը։ Ոմանց կկանչեն աշխատանքի կամ որևէ նոր առաջարկ կստանաք աշխատանքի վերաբերյալ։ Եթե ձեզ մոտ այդ հարցում ամեն ինչ կանգնած էր, ապա հիմա ամեն ինչ առաջ կգնա։ Կունենաք հնարավորություն խոսել և պայմանավորվել այն մարդկանց հետ, ում հետ աշխատում եք և իշահ ձեզ և ձեր պայմաններով։ Կլինեն շատ մարդիկ, ովքեր մեծ հաճույքով ձեզ կօգնեն և կաջակցեն։ Կարող եք ստորագրել շատ կարևոր իրավաբանական փաստաթուղթ։ Ոմանք կարող են տեղափոխվել ուրիշ բնակարան կամ քաղաք, նաև կփոխվի ձեր կարգավիճակը։ 10-րդ տունը դա հաղթանակի տունն է։ Հնարավոր է հաղթեք որևէ մրցույթում, քննություններում և այլն։ Կարող եք գնել նոր բնակարան կամ տեղափոխվել ավելի լավ տուն կամ տարածք։ Այսքանը սիրելիներս, թող այս նորալուսինը բոլորի կյանք բերի միայն լավագույնը։